ապրում ենք փորձությունների դաժան իրականության ժամանակաշրջան։ Երբևէ մեր ժամանակակիցների մտքով երևի չէր էլ անցնի, որ կարող է մի օր մենք այսպիսի օրն ընկնենք, ինչպես կասի ժողովուրդը։ Թիրախավորված է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, իշխանությունների կողմից է թիրախավորված, եւ այդ թիրախավորումը արտահայտվում է հետեւյալ կերպ. հոգեվորականներին վիրավորում են, պիտակավորում են, ամենավերջին բառամթերքն օգտագործվում է երկրի ղեկավարի կողմից, նրա թիմակիցների կողմից։ Դրա հետ միաժամանակ վերջի շրջանում կալանավորումներ, ձերբակալություններ բանտված են, այս պահի դրությամբ բանտված է 3 սրբազան՝ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Տավուշի թեմի առաջնորդը եւ 3 բանտվեց, կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը։ Եվ ուզում եմ հիմա իդեպ իրենցից 2-ը բարձրագույն խորհրդի անդամներ են, այո, հոգևոր բարձրագույն խորհրդի։ Հիմա ուզում եմ հասկանալ ձեր օգնությամբ, որպես հայ մտավորական, որպես հայ եկեղեցու հոգևոր զավակ, հետևորդ, ինչ եք կարծում, ինչ է տեղի ունենում, պարոն Ափինյան, այս ինչ կռիվ է մեր դեմ, ինչ են անում մեզ հետ։ Նախ պիտի ասեմ, ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ այն ինչ մեզ հետ կատարվում է այսօր, չտեսնված մի բան է, իմ կարծիքով հայոց պատմության մեջ եւ ինչու միայն հայոց, երևի համաշխարհային պատմության մեջ նման դեպք չի եղել, երբ որևէ երկրում առաջանա նման իրավիճակ, երբ թիրախավորված են բոլոր հենասյուները ազգային գոյության։ Եկեղեցու մասին կարող ենք խոսել մշակույթի մասին, հավասարապես բոլորի վրա հարձակում է գործվում։ Եվ այս ամեն ինչը կատարվում է ծրագրով, մենք բոլորս դա տեսնում ենք, մտածված, հղկված, հարվածը սոսկալի, եւ այս ամեն ինչը պիտի առաջացնի մի դիմադրության շարժում,